Դու նկարվում ես։ Ով է նկարում բա։ Հայ ախպեր։ Գնդապետ Հակոբյան։ Ճանաչում եմ։ Վարչապետ ծառայական հետ կապված հարցով դիմա։ Ստեցու եղբայր, շնորհակալ եմ։ Ես էլ ձեզան։ Ավարտել եմ մեր մոտի գլխավոր շտաբի ակադեմիան։ Գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ, բայց այնտեղ ուրիշ հարցեր կան։ Այդ դատական գործերը ավարտվեցին։ Դատական գործը չի ավարտվել։ Եղբայր միջև չավարտվի չենք կարող մենք ոչ մի բան։ Պետք է այդ հարցով եզրակացության կա։ Չէր խանգարում ծառայությունը։ Չէ, բայց գիտես հարցեր կա, էլի այնուամենայնիվ միջև չավարտվի։ Գիտեմ, նախարարն էլ է տեղյակ ձեր հարցից, ես էլ եմ տեղյակ ձեր հարցից, ձեր նամակները ստանում եմ, կարդում եմ, բայց միջև այդ դատական գործը չավարտի մենք չենք կարող։ Լավ է, հաջող։ Որ մեկը։ Ահա։ Բանինը լուծեցինք ոնց որ։ Հայկական ավիաուղիները ոնց որ լուծեցինք, հարմար։ Հա, չէ, այդ դեռ չգիտեմ, այդ ճիշտն ասած։ Բայց այդտեղ չգիտեմ պետությունը անելիք ունի, թե չէ։ Հայկական ավիաուղիների դեպքում ուներ անելիք, անցյալ տարի էր, թե նախանցյալ տարի էր կառավարության որոշումով լուծեցինք։ Բայց Արմավիայի դեպքը այդ ճիշտն ասած չգիտեմ։ Ինչքան շատ։ 500.000 Ինչ կարում է։ Նորմալ դու։ Արչե գնացի դες ապարատ դրեցի։ Արչե ես։ Հիմա լավ է։ Լավ է, արկածալավ եմ։ Բարև ձեզ Նիկոլ Փաշինյան։ Մենք ձեզ շատ սիրում ենք, Շնորհակալ վստահում եմ, ես էլ ենք։ ձեզ եմ շատ սիրում։ Ընտրելու ենք ձեզ։ Շնորհակալ եմ, նվիրեմ ձեզ։ Այո, անպայման։ Շնորհակալ եմ։ Բացելով եկել եմ, որ ձեզ տեսնամ։ Լավ է, ուղիղ եթերով եք տեսել։ Չէ, այստեղ ярմարքում ինձ ասեցին։ Եվ արմար կմնի։ Եղբայր հիմա շատ տենում ես, էլ ամբողջ օրը սենց մարդկանց հետ շփումների մեջ եմ։ Տենց առանձին շատ դժվար է։ Եվ մատ հարցի ուզում եմ լուծում ստանալ։ Օգնականս տեղ է, մի հատ օգնականս Տիկին Դավոյանը թող, Տիկին Դավոյան։ Հաճույքով։ Հիշում եք, որ ջերմուկում ողոզեցինք ձեր հետևից տարանք ռեստորանցը։ Հա, հիշում եմ։ Այն մոտ որ ծնունդ էիք նշում։ Հա, եկաք ձեզ վազելով։ Ձեզ նվիրեմ։ Բարկացի դու լավ եք։ Սիրում եք։ Տիկին Դավոյան։ Կարանք։ Իհարկե։ Իմ օգնականն է Տիկին Դավոյան։ Ահա։ Տվեք ես նկարեմ։ Նայեք։ Մի րոպե մի քանի հատ նկարեմ, որ մեկը լավ լինի։ Շատ շնորհակալ։ Ձեր նկարեք Հաճույքով։ Հիշում եք, չէ՞, Մարիամ ախորս տղու դասրանից էր Հայկազիկ։ Հա, վայ, Հայկազին հիշում եմ։ Ձեզ ուղղակի բարին Ուրախ եմ շատ։ մեծ թակամուն, աստված Ձեզ նվիրեմ մի հատ սրանից, հա։ Սենց փակսնի, շնորհակալ եմ։ Կարելի է մի հաց տալ։ Էսա կնի։ Կարելի է մի հացով Հա, իհարկե, համեցի։ Միջին բիզնեսի մասին է խոսքս, ուրեմն քանի որ ապարատները 10 տարի մենք փոխում, հաշվիչ ապարատների մասին է բիզնեսի։ ՀԴՄ-ի, այո։ Հա, ուրեմն 10 տարին դեռ չի լրացել, փոխեցին, ինչևից է։ Վճարեցինք 80,000։ Սպասարկման վաճառը բարձր սկզբից 450 դրամ էր, դարձավ 1008, հիմա դարձել է, ուրեմն հունվարի 1-ից դարձել է, փետրվարի 1-ից դարձել է 3600 դրամ։ Ինչու՞ն է պատճառը։ Ոչինչ չեն անում։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել եւ բավականին մեծ, մի քանի 100 միլիոն դրամ տուգանել է, այդ ընկերությունը դիմել է դատարան, հիմա դատական process-ի մեջ է։ Հա, ճիշտ է, ինձ պետեկամուտների կոմիտեի նախագահն էլ ասել, որ դա պետական ընկերություն չի, դա մասնավոր ընկերություն է, նույնիսկ գիտենք ում հետ կապ ունի եւ մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մի մասը վճարում են 2400 դրամ, մի մասը վճարում է 3600 դրամ եւ առանձնապես սպասարկում պետք չենք տեսնել։ Անպայման կզբաղվենք։ Զանգում ենք, ինչ որ սպասարկման Իսկ շուշուտա փչանում։ Չէ, չի փչանում, չի Բա փչանում։ ինձ սպասարկումը ինչով արկայքում։ Ոչ մի բանով չի սպասարկում, առանձնապես ինտերնետի հետ կապված խնդիրներ ա լինում։ Ոյ, ինչի՞ հարմար է, լավ է։ Մի րոպե։ Ձեզ են ուղղորդում, որ դուք տեղավորը։ Տիկին հանգստա, ասեք ինչն է խնդրեմը։ Էй, որ առողջապահության նախարարը կեղծում է, երկու ամբուլատոր քարտեր է պահում։ Մեկը գախտի դեղեր է ստանում, տղեսա, տանը որ նյակները հանգստանա,
նուբարաշտերի ճարտոկը կուրացա 4 վիրահատություն ա կրել։ Կներեք ձեր ազգանունի։ Արզումանյա թամելա, աշխարհն է ճանաչում։ Տիկին Արզուման, ինչա պետք անել, ինչա Ինչա պետք։ Կուրացրել են, կուրացած հանել են 4 վիրահատություն։ Մի աչքը չի տեսնում։ ինչա պետք անել, ինչ եք ակնկալում, որ Որ ստա առողջապահության նախարար պետքա չլինի։ Պետքա այո ճանաչում եք։ Իսկ բանում 19 պոլիկլինիկայում։ Ինչ նախընտրում։ 19 պոլիկլինիկայում կեղծում են։ Հանգստացեք։ Մի վարդան, ո՞նց հանգստանամ։ Իմ էլ բնակության վայրն է կեղծում։ Կեղծում է տղայի ախտորոշումը, ես եմ իր օրինական տեղացիչը։ Շատ լավ, ինչա պետք անել։ Բայց արի ուտես ո՞նց են կեղծում։ Շատ լավ, ինչա պետք անել, ինչ Այնա անել։ պետք, որ ոնց են միջազգային գումարները արտ երկրից թոշակավորել են եւ դստերս եւ տղայս իրանք են ստանում։ Տիկին Արզուման, շատ լավ։ Պրոբլեմը ներկայացրեք, հիմա ինչ եք ակնկալում, որ մենք անենք։ Ես հրաժարվել եմ այդ քարտերից սոցիալ-նախարարը որ տալիս է, որովհետեւ բանկի միջոցով շատ հեշտ է յուրացնել արտ երկրի գումարները։ Տիկին, շատ լավ, ինչ եք Տեղյակ եք առողջապահության նախարարը, որ ոնց են կեղծում եւ նուբարաշտենից են բանանում, ավանին եւ նուբարաշտենից ոնց են կեղծել տղայի ախտորոշումը։ ինչա պետք անել, ասեք, ինչա Ես չգիտեմ ինչա պետք։ Կարող եք արդյոք անել, որ տղայիս աչքը, մի աչքը չի տեսնում, մյուս աչքը կուրացրած հանել եմ։ Ինչ պիտի անենք։ Թույլ կտակ Այո, ձեր համարը գրեմ, զանգենք հասկանանք խնդիրը։ Եթե իրավապահ մարմիններն է, իրանց կընդգրկենք, հասկանանք ինչն է սխալեղել, ուղենք տիկին ջան։ 19 պոլիկլինիկայում ասում եմ, տվեք իմ տղայի ախտորոշումը, ասեք խնդրում Ավելի լավ է ձեր Անայք Ավանեսյան, մի րոպեից լսեք։ Ասում եմ տվեք ինձ իմ տղայի ախտորոշումը ինչպիսին, ասում եմ խուլ համրություն եւ մնացած բաները։ Ոչ, տղաս 3 տարեկանից նյարդոկեբուր հսկողության դերքո աղել։ Եվ միջև հիմա ես եմ իր օրինական ներկայացում, նրանք ցույց չեն տալիս, որովհետեւ ստանում են եւ դեղեր։ Տեղյակ եք, որ 2 ամբուլատոր քարտեր է պապ։ Դիմել եմ հակակոռուպցիոն կոմիտե։ Ասում եմ եք չեք հասկանում, թե դուք ինչ եք ուզում ասեք։ Քննիչից եւ դատախազից մերժում եմ ստանում։ Հասկանում եք, սա ինչ մեծ կոռուպցիոն շղթա է։ Հիմա առողջապահության հետ կապված ինչ խնդիր կա, որ նախարարը կարող է լուծել։ Արդյոք դուք տեղյակ չեք, ես ձեզ հարց եմ ուղղում։ Այս դեպքից տեղյակ չեմ տիկին ջան, բայց կտեղեկանամ։ Եվ ես ինչքան վաղ եմ, ինչքան ժամանակ եմ բացաձայնում, որ մի քանի ամբուլատոր քարտեր եմ պահում։ Շատ լավ, կպասենք ամենայն մանրամասնությամբ։ Ամենայն մանրամասնությամբ։ Իսկ երկրորդը անգամ թանկարժեք դեղեր են ստանում։ 19 պոլիտիայի դեղերի գործով Սուսանա Նարքադյանը ասում է տենդերը հաղթեց, տենդերը շահեց, գնացեք ստացեք, այնինչ ստում է։ Նայեք, դուք հիմա Ամսական, ես 25000-ի դեղեր եմ առնում, ամսական։ Բայց հիմա այդ պոլիկլինիկայից չպետք է ստանալ, պետք է գնաք դեղատնից, ձեր Ես հասկանում եմ, այո, իհարկե, պետք է գնամ, բայց գնում եմ այնինչ Իրանք ապահովագրության շահառու են։ խապում են, սա մեծ կոռուպցիոն, այո, երկրորդ խմբի, դատարանի վճռով, թղթապետարանի որոշով, ես եմ իմ տղայի օրինական եկել, կեղծ խնամակալներ կա, կեղծ խնամակալ, որոնք ստանում են։ Դուք հարց ներկայացրեք, հնարավորություն տվեք նախարարը միած ստուգի, ինչա եւ ձեզ տեղեկացնի, հա։ Պարոն Փաշինյան, երբ որ դուք նոր պետք է վարչապետ լինեիք, ես չգիտեմ հիշում եք թե չէ, ամուսինս անձամբ ձեզ նամակ տվել, եւ դուք ես տեսա, որ դուք ցույց եք տալի, որ ստացա, ոչ մի գործ չի արվել, ոչ մի գործ, մեր պատասխանները, արխիվից կեղծված, վաճառված։ Շատ լավ, հիմա խնդրում ենք Դամյան առողջապահության նախարար։ Շատ լավ, բայց ինքը անհրաժեշտության դեպքում ինձ էլ տեղ։ 077 72 Հաջան 35 21 Հարգանքները։ Լավ է։ Սա ձեզ։ Մերսի, շատ շնորհակալություն։ Սա ձեզ։ Փակցնեմ իմ ձեռքով։ Իմ ձեռքով փակցնեմ։ Երկու հարց։ Համեցի։ Ուրեմն, քանի որ ես ինքս քաղաքացի եմ, ընտանիքով ճամբարակից ես եմ, ամուսինը Սևանից է։ Ընտանիքով ապրել ենք Արցախում, ունեցել ենք մեր բիզնեսը, թալանվել է այնտեղ։ Թալանվել է այնտեղ, ուրեմն մեր բիզնեսը։ Որտեղ։ Արցախում, Ստեփանակերտում, 20 թվականին։ Պատերազմից առաջ։ Պատերազմի ընթացքում։ Ուրեմն քրեական գործերը կա հարուցված, որոշումը որտեղ այնտեղ թեստեր այնտեղ որը որոշումը կայացվել է։ Հիմա հարցը նրանում է, որ ես ի սկզբանե ընտանիքով չեմ օգտվել ոչ Արցախում, ոչ Հայաստանում, ոչ մի պետական ծրագրերից, ոչ մի բանից չեմ օգտվել։ Երեխան հաճախել է դպրոց, տղաներս պատերազմի, ես ինքս էլ պատերազմի մասնակից եմ,
Տղաս էլ Դուք երբ եք տեղափոխվել Հայաստան։ Մենք 20 թվականին հենց տեղահանում ենք Իշխանաձորի որպես վերաբնակիչ ենք եղել։ Հա, բիզնեսը եղել է Ստեփանակերտում։ Ոչ մի պետական ծրագրերից չեմ օգտվել։ Բազմիցս դիմել եմ ՀՀ կառավարությանը, ֆինանսների նախարարությանը, սոցիալ նախարարության գրավոր դիմումներով։ Հիմա էլ 8 ամիս։ Բայց դուք շահառու եք։ Չենք Դե ճանաչվել։ պետք է նախ շահառու ճանաչվեք։ Ուրեմն Իսկ ինչն է պատճառը, որ չեք ճանաչվում շահառու։ Պատճառը, որ Որտեղ պետք է ինչ-որ պատճառ Արցախի լինի։ օպերատիվ շտաբի տվյալներում բացակայումն է եւ ներքին գործերի նախարարության շտեմարան, բայց մենք ունենք Բայց դե պիտի մեզ էլ այդ պաշտոնյան որ նայում է ինքը հիմքերով է շահառու ճանաչում։ Բոլոր փաստաթղթեր ներկայացրել եմ Ուր։ միջական անձնաժողովին։ Ահա, դե կքննարկենք։ 9-րդ ամիսն է, պարոն Փաշինյան։ Չեն հրավիրել ձեզ։ Հələ դեռ ոչ։ Կարող է ծանրաբեռնվածության կամ կարող է ինչ-որ մի բան պակասում։ Հիմա էլ բարձր ենք ապրում։ Հիմա ասենք հնարավորություն տարին պետությունը մենք աշխատող ընտանիք ենք։ Եկեք մի հատ տեսնենք դուք շահառու եք թե շահառու չեք, ըստ այդմ է, որովհետև դա է ֆունդամենտալ կարևոր հարց։ Ծովինար Հայրապետյան։ Ծովինար Հայրապետյան։ Ահա, մեկ էլ մի հարց, պարոն Փաշինյան, Արցախից տեղահանվածներ մեր էս վարկերը, որ ՀՀ կառավարությունը վերցրել է, նու այսպես ասեմ, հա, իրավերը։ Այո։ Հա, հիմա դեռ չի մարվել, ԴՀԿ-ները դեռ շարունակում են աշխատել։ Հիմա Դե դրա գիտեք, ձեր դեպքում քանի որ դուք շահառու չեք, այդտեղ է խնդրեմ, մի հատ պետք է ձեր շահառու լինելու հարցը կարգավորվի, որտեղից շղթայական սկսի մնացած հարցերը։ Դե վարկերը մարվել է ըստ ՀՀ կառավարության, բայց դա չի մարվել, չէ՞, դե մնացել է ՀՀ կառավարության շրջանակներում, դա այդ Դե հարցերը ոնց է։ այն իդ ովքեր շահառու են ճանաչվել, իրանք էլ այդ վարկի հետ գործ չունեն։ Իրանք, այսինքն կառավարությունը ինքը բանկերի հետ Բայց ԴՀԿ-ն դեռ գործում է։ Դե որովհետև ձեր դեպքը ուրիշ է, դուք շահառու չեք ճանաչվել։ Պետք է այդ հանձնաժողովի մի հատ արձանագրվի, որ դրանից հետո եմ ասում, մի հատ պետք է կենտրոնանալ այդ խնդրի վրա։ Տիկին Դավոյան, մի հատ Տիկինը մի հատ պարզենք միջգեղատեսչական հանձնաժողով կա աշխատանքի սոցիալական հարցերի, ասում է փաստաթղթեր են ուզել, որ շահառու ճանաչեն, ասում է 9 ամիս առաջ տվել են։ Մի հատ կոնկրետ իր դեպքով, չէ, իր դեպքով հանձնաժողովից պարզենք, ինչն է խնդրեմը։ Հետո զանգենք իրան տեղեկացնենք, լավ։ Դուք մեր վարչապետն եք, շատ տվել եք արդեն։ Հա, իհարկե։ Լավ եք։ Ես որտեղից եք գալիս։ Ֆուտբոլից, բասկետբոլ։ Հա։ Լավ է։ Ունեք սրանից։ Շատ շնորհակալություն։ Շատ լավ է։ Լավ է։ Ես իմ մամա երեխեներ։ Իհարկե, իհարկե։ Հեսալ դուզին կոմիսին փոքր նվեր։ Մի հատ Շնորհակալ եմ, չապետիս հետ Հակոբյան ջան կնկարես, չէ՞ ցավը տանեմ։ Մեր լավ վարչապետի, իմ հարազատ վարչապետի։ Հատ նվիրեմ ձեզ սրան։ Ոնց մի հատ էլ տո մի քանի հատ էլ։ Մի քանի հատ չէ, բայց մի հատ նվիրեմ։ Գիտեք չէ՞ մեր շրջապատը ինչքան մեծ է։ Երեխեք Լեոնարդին ասեք նա։ Երեխեք ջան։ Դուք ունեք սրանից, դու ունես սրանից։ Մի հատ այս sense փակցնեմ։ Մի հատ էլ ինձի։ Հաճույքով եղբայր։ Շնորհակալ եմ։ Հաջան։ Էսա մի վարքյան նկարվենք։ Էս էլ ձեզ երեխեք։ Մեծ նկարվենք, պարոն Փաշինյան։ Հա, հաճույքով։ Չես։ Sense երեխեք։ Ողջունես։ Մի րոպե։ Իրար հետ չեք, չէ՞ դուք։ Հիմա այս է։ Եկեք, արի եղբայր, արի։ Հա, ճիշտ է, նկատեցի, ճիշտ է։ Ես ես առաջ անգամ գիտեք որտեղ եմ տեսել։ Որտեղ։ Հիշում եք Մատենադարանը 2008 թվականին։ Հա, ոնց է։ Դասից ելնում էի Որտեղ է սովորում պոլիտեխնիկ։ Գյուղինստիտուտ։ Հա։ Մի քանի կադր արա, որ տուր հելա, տուր։ Սենց երկար ես ուզում, հա։ Ոնց լինի մեկը լավը կլինի։
Դե հերիքի հարատ նկարեցի։ Բարեձենում եմ ձեզ, շատ ուրախ եմ որ ցենց Հատույքով։ առողջ եմ տեսնում։ Ես ուզում եմ միած Սուրմալու բանի հետ կապված, այցունի հետ կապված ձեզ հարցելի ուզում ցավատան։ Հատույքով, ասեք, չնայած դեռ վատ դեպք է։ Որոշ տնտեսվարողները պետք ուժեցին էլի ու մինչև հիմա պարքերի տակ տաղված են sense կարելի ասել։ Պարոն Բաբկեն Թումյանի հանձնաժողովը պատետ էր պատրաստել։ Այո։ Ներկայացրել էր կառավարություն, բայց կառավարությունում չեկեք քննարկի այդ հարցը։ Չէ, քննարկել է։ Թունյանը ստեղ է, թե չէ։ Մի անգամ էլ այդ հարցին անդրադառնալ։ Գիտեմ, Թունյանն էր զբաղվում ինձ հետ էլ նամակագրությունը, հիմա չեմ հիշում, այ որտեղ է հասել Այդ հարցը։ մարդիկ գոնե իրանց աշխատանքով իրանց հացը կբացեն։ Հիմա կա այդ շուկան աշխատում, թե չէ։ Շուկան իբր աշխատում է, բայց կոնկրետ իմացած մարդիկ տեղից դուրս են եկել, որտեղ շուկայի տերերի հետ։ Հա, հիմա ոչ մի բան չեմ Ես հիշում։ նամակ եմ ձեզ ուզում։ Շատ լավ, շատ լավ։ Խնդրում եմ մի հատ Եղավ, լավ է։ ուրախ եմ ձեզ տեսնենք։ Նկարվենք։ Մայրիկը ինչի՞ է տեն ջղայնացած։ Չէ, ես դուրս եմ գալիս։ Եղավ։ Մի քանի կադր անեիր։ Մի քանի կադր արա, որ մեկը գոնե լավ դուրս գա։ Փակեց։ Լավ եղի, եղբայր, առողջություն։ Բարևել ենք։ Հաջան, հայ։ Պարոն Փաշինյան, կարելի է մեր գոհը։ Շատ լավ, շատ։ Հաջան։ Իհարկե, ես վերցրել։ Լավ, շնորհակալ եմ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Հա, եղբայր։ Պարոն Փաշինյան, Հաջա։ ուրեմն նայեք, Եկեք։ ես ձին հաշվանդամ եմ, ուրախ եմ, դուք մեր նախագահն եք, վարչապետն եք, արեցիք, պարոն Ասեք, խնդիրը նայա, ասենք ես ευադրությամբ իմ պայմանները շատ վատ է, ծանր է, ես 53,000 թոշակ եմ ստանում։ Ավելանա, Այ, 10,000 ավելացավ, բայց 10,000-ից անկախիկով առևտուր անեք, 10,000-ը տեղ կավելանա։ հա, ավելացավ, բայց ես ոնց Մի րոպե, Տիկին Ավանեսյան, առողջության ապահովագրության շահը չէ։ Ես խնդիր չունեմ, այդ ունեմ անվճար անում եմ։ Հոսպիտալը Բայց հետո անելուց հետո ինձ դեղորայք է նշանակում։ Բա էդ էլ- Վճարով է։ Ես դա չեմ կարող առնեմ։ Որը անեմ։ Այո։ Ցավը տանեմ, դուք մեր վարչապետն եք։ Ինչ նախնդիրը։ Այսօր ես չեմ կարող պայմաններս բարելավեմ, չեմ կարող։ Եղբայր, ինչ եք ակնկալ։ Կենթանիներ ենք բարել, Ասեմ իմացեք, 80-ը թավ եմ ունեցել։ Կենթանիներից բաներ եմ խոսում։ Ինչ կենթանի։ Ամեն ինչ, ինչ ուզես։ Թավ եմ ունեցել 80-ը։ Բալմա յայգի օղամասում։ Ղազ, բաց, մի 150-ը։ Մենք գնացել ենք դիմել Եկան գազանշները մի օրվա մեջ գիշերվա մեջ հոշոտեցին, ես դիմեցի քաղաքապետարան, ասի աջակցեք ինձ գոնե փոխհատուցում եք, ոչ մի բան չարեցի։ Եղբայր, հիմա ընտրական շրջան է, եւ օրենքը լսեք, օրենքը արգելում է որևէ նյութական խոստում տալ, չեմ կարա, որևէ նյութական Բան խոստում։ չասի։ Աստված բոլորիս հետ ինչ ասեմ։ Ես նվիրեմ ձեզ, մի հատ սենց կպցնեմ իմ ձեռով, բայց մի բան ասեմ, էլի մեր մեջ։ Ասենք մենք պահում ենք հավ, գար եւ այլն, իրա պահելու պատասխանատուն մենք ենք, հասկանում եք։ Ասենք եք շները եկել են հոշոտել։ Եղբայր ջան, հա, շատ լավ։ Դրանով ենք մենք ապրում։ Հա, բան չունեմ ասել, բայց ասեք երեխեն չի կարող այդ վայրիշներին այ վայրիշների պրոբլեմը այդ պրոբլեմը, այդ ընդունում։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ դրան հատուկ անդրադարձանք։ Չէ, տեսեք, հիմա գիտեք ինչն է ամբողջ պրոբլեմն է նա, որ միջազգային ստանդարտով եւ նաեւ Հայաստանում էլ շատ կազմակերպություններ կան, ես հասկանում եմ իրանց, ընդունված չի շներին կրակելով սպանել։ Պետք է ստերջացնենք, մեկուսացնենք։ Հիմա նոր օրենսդրական փոփոխություններ են կարել, ներդրումներ ա կամած արվում, որ բանը լինի, այդ ինչա
ապաստարաններ կառուցվեն եւ այլն, կամած պետք է Պարոն Փաշինյան, բա մեր այս ժողովուրդը ինչի՞ լքում Հայաստան գնում է Ռուսաստան։ Դե գիտեք, Որովհետեւ պայմանները այն չի։ ներողություն եմ խնդրում, ես ձեզ համար լավ նորություն ունեմ։ 2025 թվականին առաջին անգամ ըստ էության մեր ամբողջ պատմության ընթացքում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը ավելի շատ է, քան Հայաստանից գնացած քաղաքացիների թիվը։ Սա նշանակում է կամած ամեն ինչ կկարգավորվի։ Լավ մնացեք։ Մի սակի գարուն կուղ։ Լավ մնացեք։ Էշի մասին չի։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Հաջա։ Բարև ձեզ։ Բելգիայից եմ եկել միշտ։ Որտեղից։ Բելգիայից։ Ուրախ եմ։ Բրյուսելից։ Մշտական եք եկել։ Այս իրար հետ եք ձեր տղանը։ Իմ մամայիս համար քարտեզ կտակ։ Հա, իհարկե եղբայր, նախ ես քեզ, ինչի մենակ մամայի համար բա քեզ։ Մի հատ քեզ փակցնեմ, ես էլ կտանես կտած մայրիկին ու կբարևես մայրիկին։ Իհարկե։ Իրան, իրա հետ մի վարկյա։ Դուք քույրիկն եք, բայց ձեզ չնվիրեմ։ Չէ, մի հատ քեզ, մի հատ քույրիկի, մի հատ մայրիկին, չէ։ Ձեզ չնվիրեմ, բա մի հատ։ Անպայման 3 հատ ու տանում եմ։ 3 հատ։ Հա։ Գնում եք։ Հա, եկել եք արդեն չեմ նկարվում որ Ես 28 օրը, ես 28 օրը ստեմ, պարոն Փաշինյան։ Ինչքան? 28 օրը ստեմ, նորից ունիսին գալիս եմ։ Հա։ Գալու եք ընտրություններին մասնակցել։ Անպայման։ Էսովա եկել, էսովա հələ տեսնեմ։ Ինչ անում։ Ինչ անում։ Արի։ Այսօրի շնորհիվ պարոն Փաշինյանի այնքան առաջադեմ բալա ես դարձել։ Պարոն Փաշինյան ջան, շնորհակալ Ես եմ շնորհակալ։ Մի հատ ձեզ նվիրեմ։ Շնորհակալ եմ։ Ձեր թիմին, Պարոն Փաշինյան։ Անուշ Քլոյանին, չգիտեմ ինչ ձեր շնորհակալությունը հայտնեմ։ Դուք պետք է 100 տարի երեխեն նեղում է, երեխեն նեղում է։ 100 տարի մեր վարչապետը լինեք։ 100 տարի։ Չէ, ես տենց եմ ուզում։ Մի նեղվի, երեխուն տարեք, էլի նեղում։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան, շտվեցի 3 հատ։ 3 հատ։ Դե կբարևեք Բելգիայի մեր ժողովրդին, ջերմ բարևներ, ասեք թողան։ Բրյուսելում դիմավոր եմ։ Էսա հերթով, վայ։ Էս դես։ Ոնց կպչրած ավտանա։ Հաջուկով։ Մեծաթար մարդ ես դու։ Մի հատ էլ նկարվենք։ Անպայման։ Անպայման, նույն է արի։ Էսա եղբայր, էսա։ Վիդեո, թող լինի վիդեո։ Մի հատ էլ Լավ եք եղբայր։ Հա, եղբայր։ Շատ ապրես, քեզ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Հավերնես, պիտբայ քեզ։ Շնորհակալ եմ։ Պիտբայ։ Լավ է։ Ահա, բայց չենք նկարվել իրար հետ։ Ձեզ պարոն վարչապետ ո՞նց եք։ Լավ եք, հենց պիտ մնացեք։ Շնորհակալ եմ շատ։ Բարև մռուջում։ Ես մի հատ քեզ, չէ, այս կուրտկեք հաստատ չի կպրում, ձեռքդ պահի, հա։ Մի հատ այդ բանից էլ տվեք երեխեքին։ Հա, հեսա։ Ունեք սրանցից։ Ես քեզ։ Ես քեզ, բա քեզ տվեցի սրանից։ Իմ թորնիկի հետ էլ մի հատ նկարվի, պարոն վարչապետ ջան։ Էլ նկարվի Անգելինա ջան։ Արի Անգելինա։ Հա, այսա, երեխեքը նկարվեն։ Շատ շնորհակալ։ Ես եմ Շատ հաջողություն գործերի։ Ձեզ նվիրել եմ բա սրանից։ Նվիրեք, եթե ուզում եք։ Իմ ձեռով փակցնեմ, եթե դեմ։ Ահա, ոնց ուզում եք։ Ես էլ եմ ուզում էլի ձեզի նկարվել։ Հաջողություն։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ։ Բարև։ Էսա նկարվենք, իհարկե կարելի է։ Ժողովուրդ, էս ընկավ, էսումը ընկավ։ Կանի զա։ Ես այս երեխան կոմենտար կնկարվի։ Այն ռոբոտ բարին։ Եղա, լավ։ Հեսա, սպասեք, ես վերցրի, մի հատ տուր էլ։ Ես վերցրեք շորը երևի հաստատ չի պահում, այդս է։ Գորական երեխան կնկարվի, օպաչան կնկարվի։ Հա, եղբայր։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։ Նա թխվածքից էլ տվեք է։ Նեղվում է, մի նեղվի։ Այդ տեսես ինչ է, հələ տեսես ինչ է, գիտես։ Ես քեզ։ Մի րոպե երեխու հետ նկար։ Շնորհակալ եմ։ Նա թխվածք էլ տվեք։ Տես։ Տես ինչ լավն է։ Լավ եղեք, շնորհակալ եմ։ Այս
Հասկացա։ Մի հատ այ սենց իմ ձեռով բացնեմ, լավ է։ Հա։ Մի հատ էլ ձեզ։ Բարև Փաշյան ջան, ես ցավը տանեմ։ Քեզան շատ շնորհակալ եմ։ Ես պետական տրանսպորտի աշխատող եմ 40 տարի նույն պարկում չարբա։ Հիմա էլ եք աշխատում։ Լավա գործ է։ Քաղաքապետարանի աշխատակիցներին եմ տանում, բերում։ Անունս վարազդարան։ Ուրախ եմ շատ լավ։ Ցավը տանեմ։ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Ես եմ ձեզ շնորհակալ, որ դուք կաք։ Հարգանք է, ձեր նվիրատով չեն։ Ձեր կուլտուրայի համար, որ պահպանում եք բոլորին։ Շնորհակալ եմ շատ։ Հաջողություններ։ Լավ եղեք։ Շնորհակալ եք մեր պտղունքի դպրոցը կառուցելու Այո, եկանք բացում արեցինք։ Հիշում եք ոնց եղավ այդ 2018 թե 19 ճանապարհին կանգնած Ես ձեր կողքով քայլում էի։ Հա, գնացինք այդ դպրոցը տեսանք սարսափելի վիճակ է։ Եվ ուրախ եմ, որ տենց արագ կարողացան։ Այո, հիմա միշտ չի որ տենց արագ հնարավոր է։ Ուղղակի միայն ճանապարհի հարցն է, բայց դե ինեն անցում է արդեն։ Որ ճանապարհ են վերևի։ Վերևը չեղավ։ Ուղղակի անցում եղա։ Վերևը բայնչի չեղավ։ Ինչ որ բնակիչների բան ասեմ, այդ եմ ասում։ Որտեղ կա մարդիկ չեն օգտագործում։ Մեր չեն սիրում այդ վերևի անցումները, բայց ներքևիններն են վտանգավոր։ Կառուցվեց, բոլորը մեծ հաճույքով գնում ենք, շատ շնորհակալ։ Ես էլ նոր դեղերը ստացել եմ։ Ուրախ եմ։ Շա մի հատ սրանից նվիրեմ։ Շնորհակալ եմ։ Այսինքն առողջության ապահովագրության համակարգ։ Ես, հա, նաև նպաստառու եմ ես։ Այո։ Մենք ուզում ենք, որ դուք առողջ լինեք, դրա կարիքը չունենաք, բայց եթե կարիքը լինի, երկու հարց ունեմ, էլի։ հաճույքով։ Ես 21 թվին հող եմ ձեռք բերել Քասախ համայնքում, Նարի համայնքում։ Նո, առանձնատուն եմ կառուցել, արդեն 2-3 տարի է չեմ կարող գազաֆիկացնեմ այդ տունս, որ գնամ այնտեղ ապրեմ։ Ի՞նչն է խնդրեմը։ Նու խնդրեմը դիմում եմ համայնքին, համայնքի ղեկավարին, կոնկրետ Քասախի համայնքի ղեկավարին։ Մի երկու հարց տամ, էլի, հողը օրինականակ թուղթը ունեք։ Տունը նախագծով կառուցած է, շինթույլտվությունով ավարտական ակտը ունեք։ Բա ի՞նչն է։ Ասեմ ավելի 20 տունը դրել եմ գրավ 22 միլիոն պետությունից ու բանկից փող եմ վերցրել, դրել եմ այդ տան մեջ ռեմոնտը արել եմ։ Ինչն է բացատրությունը։ Համայնքապետարան, համայնքապետարանը մենք բանը բյուջե չունենք, որ գազի գիծը բերենք։ Մագիստրալը չկա։ Հիմա վերևից բերել են հաստրուբով անցած տարի գծը բերել էին մեզ։ Ինչքան է հեռու։ Համարյա մի 6 կիլոմետր, վերջ չէ, կներեք, մի 4 կիլոմետր։ Ու բերել էին հիմա միջև այդտեղ չէ, միջև Քաշմիրուկը մի կիլոմետր է։ Ես դες ասեմ ոնց ենք լուծում։ Այդ հարցը համայնքները հերթով տես թաղամասերը սուբվենցիոն ծրագիր են ներկայացնում, կառավարության համաֆինանսավորմամբ բերում ենք, մոտեցնում ենք, որ արդեն բնակիչների համար տրամաբանական հեռավորության վրա լինի, որ արդեն բան արվի, այդ ժամանակ արդեն վճար։ Փաշինյանը, մինչև իմ տունը դաժե մի կիլոմետր էլ չկա։ Հիմա 6 կիլոմետր։ 6 կիլոմետր հիմա իր նախնական այդ գիծը որ կա, կոնկրետ գծից եմ ասում։ 6-ը ինչա։ Այդ գծից գալիս է դեպի ձեր տուն։ Դեպի Խաշմիրուկից արդեն կոնկրետ ձեր տնից ինչքան է։ Կոնկրետ մեր տնից համարյա մի 800 մետր։ Դե դա մեծ ծախս է, համայնքը հիմա մենակ այդտեղ ես չեմ բնակվում, էլի բնակիչներ կան, զարգացած թաղամասը։ Այո, դες այդ անհատը իր ուժերով բերել է։ Տեսեք, եղբայր։ Հիմա ինչ ենք անում, ինչ ենք անելու։ Համայնքը սուբվենցիոն ծրագիր է ներկայացնելու, կառավարությունը համաֆինանսավորելու է, քաշելու ենք, բերելու ենք, մոտեցնենք։ Կառավարության նիստերին որ հետևեք, այդ որ սուբվենցիոն ծրագրերը կարդում եմ, լիքը տենց բաներ կա։ Ուղղակի այստեղ առանձնահատկությունն է, որ բոլոր տեղերը միանգամից ամեն ինչ չենք կարող անել։ Հերթով անելով։ Պարոն Փաշինյան, ժամանակին մենք ջրի համար էլ մոտեցանք համայնքապետարան, ու համայնքապետին հարցրեցինք, համայնքապետը ասում է ոչինչով չեմ կարող օգնել։ Հիմա ջուրը էլ չունե։ Դե ջուրը քաշել եմ արդեն ես իմ ուժերով, ահագին ծախսելով իհարկե, իսկ հիմա հերթը հասնում է գազին, գազն էլ չեն կարողանում քաշել։ Հիմա մենք 21-22 միլիոն գումար ենք դրել այդ տան վրա։ Հիմա մենք թողենք այդ տունը փչանա։ Չէ, մենք չենք կարող ուղղակի դիքել պետք է բռնումով մոտենակ, որ շատ հանրապետություն, եթե մենակ ձեր թաղի խնդիրն լիներ, մի ամիս առաջ լուծած կլինենք։ Տասնյակ հարյուրավոր այդպիսի ծրագրեր հիմա ընթացքի մեջ են։ Եկեք, պարոն վարչապետ, այդ մեծ
մեծ չափի տրուբայով որ գիծը եկավ հասավ ճանապարհի կեսը։ Քի նորից հավաքեցին այդ տրուբեկը տարան։ Ուրեմն Հիմա ես կոնկրետ ուրեմն այդ բանը, ասենք բանը, եկել է հասելա կեսը։ Հիմա ես կոնկրետ համայնքը կոնկրետ Հասախում, ճիշտ է, Հասախում նոր կառուցվող Միշտ համայնքապետարանը ասում է մենք գտնենք, ասինքն ես հարկ եմ վճարում, պարոն Փաշինյան։ Հասկանում։ Հիմա վարչական ղեկավարը հույս ունեմ լսում է, ես էլ կհետաքրքրվեմ մի հատ ինչա տեսնեմ ինչ լուծում կա։ Իսկ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, բեռնափոխադրման մեր զբաղվում, վարորդ եմ, Գյումրի վարորդ եմ, անընդհատ դուրս ու ներս անելուց խնդիրներ ա տեղի ունենում, զադժկ է գալնում ահագին, թե Ռուսաստանում, թե Վրաստանում, առավել եւս երբ որ ներս ենք մտնում արդեն Հայաստան, գալի օրերով կանգնում ենք հայկական ու Վրաստանում տոյս, արդեն որ մտնում ես Հայաստան, հայկական տամոժնու մոտ հերթեր են կանգնում։ Հիմա դրված է մի 6-7 հատ կոմպյուտեր տեղերն էլ դրած է, որ մարդիկ նստում աշխատում են, երբ մտնում ես 2-3 հոգի են աշխատում, այսինքն աշխատատեղը մեր մաքսատանը, մեր Բագրատաշեն մաքսատանը, այսինքն աշխատատեղի խնդիր կա, թե ինչ որ խնդիր կա, երբ որ գալի մտնում ենք արդեն կոպիտ ասած գալի հասնում ես քո դռան դեպը չես կարող մտնել։ Առաջին անգամ եմ լսում կկարգավորենք այդ հարցը, հաստատ կկարգավորենք։ Իսկ ինչը վերաբերվում է դրսերում Ռուսաստանում, պարոն փողով չի մեռնեմ ես քո կյանքի։ Իսկ ինչը վերաբերվում է դրսերում, պարոն Փաշինյան, այդ զադժկեքի համար, այդ Ռուսաստանի խնդիրների համար ոնց որ մենք անտեսված ենք մեր կողմից։ Մենք անընդհատ ամեն օր աշխատանքային ռեժիմով զբաղվում ենք, եւ Պապոյանն է զբաղվում, եւ Հակոբյանն է զբաղվում, եւ փոխվարչապետն է զբաղվում։ Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս հանդարտ այդ ամեն ինչը։ Բայց այդ մեծ խնդրանք մի հատ հասկացեք Հասախ համայնքի անպայման ես խնդրում եմ էլի Հասախի վարչական ղեկավարը ենթադրում եմ լսում է ինքն էլ իմ էլեկտրոնային փոստի հասցեն ու թող մի հատ գրի ինձ խնդրեմը ինչի մեջ է որ եւ ոնց ենք պատկերացնում լուծումը։ Վահան 13 փողոց 16 տուն։ Կնվիրեք։ Իհարկե հաճեք։ Իմ դերով փակցնեմ։ Հա, եղբայր։